Բարի երեկո, եթերում Սուրենքյունն է, որի հավատամքը ճշմարտացիությունն է, արդարամտությունն ու անկողմնակալությունը։ Ես Վայ Ղազարյանս ու գործընկերներս այդ չափանիշներով ենք փորձում հաղթել անօրինակությանը, ամենաթողությանն ու անհանդուրժողականությանը։ Հակառակ դեպքում չկա նպատակ, հետևաբար նաև գործունեություն։ Օրեր առաջ տեղեկացվեց, որ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր նախադպրոցական հաստատություններում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերի փաստով։ Մասնավորապես մայիս-հունիս ամիսներին Արմավիր բժշկական կենտրոն է դիմել 50 երեխա, որոնցից 27-ի մոտ հայտնաբերվել է սուր աղիքային ինֆեկցիա, մյուսների մոտ աղիքային տարբեր հիվանդություններ։ Մեկը մահացել է, 4 տարեկան մի տղա էլ անգիտակից վիճակում է։ Երբ նախորդ տարվա նոյեմբերին թունավորմամբ ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվեցին Եղվարդի մանկապարտեզի սաներից շատերը, կարծում ենք, որ կուժեղացվի հսկողությունը, պատկան կառույցները ավելի մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեն իրենց աշխատանքին։ Սակայն փորձը այլ բան ցույց տվեց։ Որոշեցինք անդրադառնալ խնդրին, հասկանալու համար, որտեղ են թերանում համայնքները եւ ինչու ժամանակին չեն հայտնաբերվում թերացումները։ Որքան էլ տարօրինակ հնչի, պետական ոչ մի կառույց մանկապարտեզների գործունեությունը ստուգելու իրավունք չունի։ Ամեն ինչ թողնված է համայնքային իշխանությունների խղճին, իսկ հետևանքը հիվանդանոցներում հայտնված փոքրիկներն են։ Ներկայացնում եմ Շուշանիկ Միրզոյանի բարձրագույնը խղճի դատարանն է տեսանյութը։ Մեկ երեխա մահացել է, եւս մեկը շատ ծանր վիճակում է։ Արմավիրի մարզի մանկապարտեզներից հիվանդանոցում հայտնված մյուս փոքրիկները արդեն տանն են։ Չնայած մանկապարտեզների աշխատակիցների հավաստիացումներին, մեկ ամիս առաջ բոլորը կարծում էին, թե բարձր ջերմության ու փորլուծության պատճառը սնունդն է։ Նման ախտանիշներ կային բոլոր երեխաների մոտ։ Եվ միայն հետո պարզվեց, որ եւ Արմավիրի, եւ Ալաշկերտի մանկապարտեզներում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ ամենատարրական պայմանները։ Ահա նման տեսք ունի Արմավիրի թիվ 6 մանկապարտեզի սանհանգույցը այսօր։ Այնինչ ինչպես մանկապարտեզում էին նշում, երեխաների հիվանդանալուց հետո մասնակին նորոգվել է։ Նախկինում սանհանգույցները նորմալ չէին գործում։ Քաղաքապետարանի կողմից վերանորոգվեցին ջրագծերը, կոյուղին։ Տաջուր չենք ունեցել, հիմա նորեն տվի այս մեր 2 ամի ամս ուղիղ։ Քաղաքը իր բյուջեն եթե նորմալ հավաքի, թեկուզ 2-3 մանկապարտեզ կարող է նորմալ վիճակի բերել, որովհետև ինչու եմ այդպես ասում, այս դեպքերից հետո խոհանոցը սարքեցին, տաք ջուր անցկացրեցին, այն բաները, որ անհրաժեշտ էր։ Ուրեմն կարող են։ Ալաշկերտի մանկապարտեզը տասնյակ տարիներ չի նորոգվել, տնօրենը վստահեցնում է, նախահաշիվ են կազմել, բայց գումար չկա։ Չկա այդքան գումար, եթե մեծ համայնք լիներ, մեծ գումար ունենայինք, մենք պարչուր ամեն ինչը ունենայինք։ Օրինակ կան բաներ, որ նաև անտարբերության են, օրինակ ասենք երեխաները պետք է յուրաքանչյուրը առանձին սրբիչով ունենան իր հիգիենիկ պարագաները։ Դա գումար չի պահանջում։ Այստեղ վստահ են, մանկապարտեզում չեն հիվանդացել։ 3 ընտանիքի երեխա է եղել այդտեղ։ Իսկ այդ օրը, որ ամսի 11-ին եկան, արդեն քանի օրեր անց է, իրանք շրջայց կատարեցին։ Այդ մի երեխան, որ վատ զգաց, իրան տանից ինքը վատ եկել էր արդեն, մի օր առաջ էլ Իրաստանը վատ է։ Ասամա, իրան խնդիրությունից, ուրեմն, հա։ Չգիտեմ, օրինակ Սանպիտկայանի բժիշկը որ գնաց, ասաց իրանց տանը տատից էլ ուզեցինք վերցնեն, չթույլատրեցին, որտեղ ինքն ասում էր, հա ինք փորձել է ցավում, ինչ կա, դե հին մանկապարտեզը բոլոր դեպքում, ասենք չունենք մենք այն պայմաններ, ինչ որ պետք է իսկական մանկապարտեզը։ Չունենք այդ պայմաններ, հոսող ջուրը չունենք, այդ մարդիկը տեսան, որ դրանք չունենք, մտածեցին, եթե կոնտակտային բարակա, պայմաններն էլ չի բավարարում, կարող է եւ տարածվի, ավելի լավ է փակել կան դառնի։ Քրեական գործեն հարուստ է բային երեխեքը, որոնք որ ասենք մանկապարտեզ չեն հաճախել, դրանք տունը հիվանդացել են, դրանք ինչ է։ 5040 նախադպրոցական հասակի 3-ից 6 տարեկան երեխա է հաճախում։ Եթե պատկերացեք ինչ կլինի, եթե ամեն մի մանկապարտեզում մի դեպք արձանագրվի։ Ինչ ասեմ, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդքան էլ հուսալի վիճակում չեն գտնվում մեր
երեխաները։ Մանկապարտեզներում վերջին 1 տարում երեխաների հիվանդանալու դեպքերն ավելացել են։ Ինչու համապատասխան մարմինները դասեր չեն քաղում։ Ինչու չեն կանխարգելում նման դեպքերը։ Հայաստանում նախակրթարանները համայնքային ենթակայության են, ֆինանսավորվում են համապատասխան բյուջեից։ Երբ երեխադ հաճախում է այսպիսի մանկապարտեզ, չի բացառվում, որ մի օր դուք էլ հայտնվեք հիվանդանոցում։ Շենքային պայմանները անմխիթար են, մեծ ծախսեր է հարկավոր պահպանման համար։ Մանկապարտեզները գտնվում են համայնքների տնօրինության տակ։ Վերահսկողության գործառույթ ոչ ոք չունի։ Վերահսկողության պակասի թե պատասխանատվության պակասի մասն է։ Երկուսն էլ։ Փորձում ենք հասկանալ, թե ով, որ կառույցն է պատասխանատու մարզերում գտնվող մանկապարտեզների բնականոն աշխատանքի համար։ Այսպես, Կրթության և գիտության նախարարությունը միայն մասնակցում է ուսումնական ծրագրերի մշակմանը։ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հաշվառում է մանկապարտեզները։ Սննդի անվտանգության պետական տեսչությունը պատասխանատու է երեխաներին մատակարարվող սննդի որակի, իսկ առողջապահության նախարարությունը սանիտարահիգիենիկ պայմանների համար։ Բայց կա մի նրբություն։ Սննդի անվտանգության պետական տեսչությունն ու առողջապահության նախարարության համապատասխան կառույցը ստուգումներ կարող են իրականացնել հատուկ հանձնարարականների հիման վրա։ Չկա հանձնարարական, չկա ստուգում։ Յուրաքանչյուրը իրանց հերթին մտածում են, որ իրենք ճիշտ են աշխատում։ Եվ իրենց այդ աշխատածի համար իրանք միշտ կասեն, ես ճիշտ եմ արել, այն դիմացինը ճիշտ չի արել, պատասխանատվությունը իրենից գցի։ Իսկ եթե մեկ կառույց լինի, դու ես աշխատել, քեզ դրել են կառույցի ղեկավար, քեզնից է պետք է պահանջել։ Որն է ելքը։ Նախարարություններում չգիտեն։ Ասում են բարոյական տեսանկյունից ճիշտ կլիներ, որ համայնքների ղեկավարները դիմեն կառավարություն, առաջարկելով փոփոխել մանկապարտեզների ենթակայությունը։ Ասենք փուջուր համերը շատ փոքր համայնք է, շատ մեր բյուջե ունենք, որ մենք մեր բյուջե, մեր կաշվից ելնելով մեր երեխեքի խաթր ասենք լավից վատից ուզում ենք լի։ Երեխեքը մի բան սովորեն, վերջը փոփոխություն լինի։ Որ պետականորեն աջակցեն, ասենք երաշտական դպրոցնաբանն գումար հատկացնեն, շատ լավ կլինի։ Իսկ քանի դեռ նման առաջարկ չկա, կառավարությունը որոշել է մասամբ իր վրա վերցնել համայնքային իշխանությունների պարտականությունը եւ մարզերում հրատապ ծրագրերի համար առանձնացված 4 միլիարդ 400 միլիոն դրամի մի մասն ուղղել մանկապարտեզների նորոգմանը։ Շուշանիկ Մերզոյան, Գառնիկ Սիրեգայան, Սուրանկյուն։ Կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքից բարբերաբար բողոքներ ենք ստանում։ Վերջինը կատարված վճարումների վերադարձին է վերաբերում։ Մեզ դիմաց քաղաքացին նշում է, թե տեղյակ չի եղել, որ դիմում ներկայացնելու դեպքում են վերադարձվում նախորդ տարի պահված կենսաթոշակային պարտադիր վճարները։ Այս մասին իմացել է միայն 2 շաբաթ առաջ, երբ ծանոթներից մեկի բանկային քարտին ստացված գումարի վերաբերյալ զրույց է բացվել։ Մեկ այլ խնդիր էլ մեկից ավելի աշխատանք ունեցողներին է վերաբերում։ Ամսական ավելի քան 500,000 դրամ վաստակող երևանցիներից մեկը նշում է, որ 2 գործատուն էլ որպես հարկային գործակալ իրենից գանձել են 25,000 դրամ։ Քաղաքացին նշում է, որ հիմա պայքարում է իրենից գանձված գերավճարը վերադարձնելու համար, սակայն առայժմ ապարդյուն։ Քիչ չեն դեպքերը, երբ օրենքի պահապանները իրենք են խախտում օրենքը։ Կարևոր է, որ նման դեպքերում ոլորտի պատասխանատուները ոչ միայն շտկեն իրավիճակը, այլև մեղավորներին պատասխանատվության ենթարկեն։ Հակառակ դեպքում կունենանք այն, ինչ ունենք։ Կൂട്ടակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների մասին է Սոնա Դանիելյանի անտեղյակության ակամա զոհերը տեսանյութը։ Կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեր երկրում ուղեկցվեց քաղաքացիական թեժ պայքարով, ի վերջո հանգեցնելով օրենքի փոփոխության։ Դեռևս 2014 թվականի ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց կൂട്ടակային կենսաթոշակի մասին օրենքի մի շարք դրույթներ։ Վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կատարված կൂട്ടակային բոլոր վճարները։ Նույն թվականի հունիսին ազգային ժողովն ընդունեց օրենքի փոփոխված տարբերակը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքով պարտադիր կൂട്ടակայինը վերածելով սոցիալական նպատակային վճարի, որը պարտադիր էր պետական սեկտորի, ինչպես նաև մասնավորի այն բոլոր աշխատակիցների համար, ովքեր աշխատանքի էին անցնում հուլիսի 1-ից։ Փաստորեն կൂട്ടակայինը չդադարեց պարտադիր լինելուց կամ ամբողջությամբ չդարձավ կամավոր։ Մենք չենք փորձում այնպես անել, որտեղ մարդիկ իսկապես գիտակցաբար մասնակցում։ Կարող է դուք ինձ համոզում եք, որ իսկապես ինքս շատ ուրախ կամավոր սկզբունքներով մասնակցում եմ։ Ինչ վերաբերում է մինչև հուլիսի 1-ը պարտադիր գանձված գումարներին, գործադիրը ոչ թե հանձնարավ դրանց բոլորի վերադարձը, այլ միայն այնքանի, որքանի համար քաղաքացիները դիմում կներկայացնեին։ Դիմումները պետք է ներկայացվեին դեպոզիտարիա մինչև 2014-ի դեկտեմբերի 25-ը ներառյալ։ 114 թեժ գիծը սպասարկող կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից տեղեկացնում են, որ շարունակում են բողոքներ ստանալ գումարները դիմումների հիման վրա վերադարձնելու գործընթացին անտեղյակ քաղաքացիներից։ Մեզ դիմաց քաղաքացին նշում է, որ
ընդամենը վերջերս է իմացել այս գործընթացի մասին, սակայն ինչպես ասում են, գնացքն արդեն մեկնել է։ Ցավոք սրտի ես տեղյակ չեմ եղել, մեր հաշվապահությունից ինձ չեն տեղեկացրել, որ իրավունք ունեմ դիմում ներկայացնելու եւ ըստ իմ ներկայացրած դիմումի հետ ստանալու ինձանից գանձված գումարները։ Բայց զարմանալին գիտեք որն է, որ երբ ինձանից պարտադիր ձևով գանձում էին, որևէ մեկը նույնիսկ հաշվի չառավ այն նշված դիմումը, որ ես ներկայացրել էի, որ չեմ ուզում, որ ինձանից գանձվի։ Բայց հիմա, երբ որ իմ չուզած, ինձ պարտադրված որոշման արդյունքը ես կարող եմ հետ ստանալ, չգիտես ինչու, ես պիտի ներկայացնեի դիմում։ Եթե ես ցանկանում եմ, ես դիմում կգրեմ, խնդրում եմ ինձանից գանձեք։ Ձեր առջև դրել եմ, որ օրենք սխալ է, հակասահմանադրական է, որևէ մեկը իրավունք չունեք իմ գումարը ստանեք։ Ոչ թե այստեղ ես պետք է գամ ձեզ դիմում գրեմ, որ չէ, գիտեք ինչա, իմս հետ տվեք, այ ես պետք է դիմում գրեմ, որ ես ցանկանում եմ մասնակցել։ 2015 թվականի սեպտեմբեր ամսվա տվյալներով գործադների կողմից ներկայացած եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամփոփ հաշվարկի հիման վրա կൂട്ടակային բաղադրիչի մասնակից են հանդիսանում 125601 անձ։ Մոտ մեկ ամիս առաջ ազգային ժողովի ամբիոնից աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հայտարարեց, որ դիմումներ ներկայացրել է մոտ 62000 քաղաքացի եւ մինչեւ հուլիսի 1-ը պետք է վերադարձվեն բոլորի նախորդ տարվա գումարները։ Մասնակիցների ռեեստրը վարող դեպոզիտարիայից, որին հասցեագրված էին դիմումները, փորձեցինք ճշտել, թե քանի քաղաքացի է ի վերջո սահմանված ժամկետում հետ ստացել իր գումարը։ Սակայն դեպոզիտարիայում հարցազրույցից հրաժարվեցին, պատճառաբանելով, թե տիրապետում են ինֆորմացիային, սակայն չեն տնօրինում այն։ Աշխատանքային օրվա ավարտին ընդհանրեն ամբողջ կոլեկտիվը իմացավ, որ ինչ-որ դիմումներ պիտի գրի, որպեսզի կարողանա իրենից իսկ գանձած հակասահմանադրական ճանապարհով գանձած գումարները հետ ստանա եւ ընդամենը ժամանակ է մնացել, որպեսզի բանկային աշխատանքի օրը չավարտվեր եւ այդպիսի խառնաշփոթով կոլեկտիվի մի մասի մոտ կային փաստաթղթեր, մյուսի մոտ չկա։ Դեպոզիտարիայից քաղաքացիներին ուղարկվող այս տեղեկատվությունից պարզապես անհնար է գլուխ հանել, թե օրինակ մասնակցի եւ պետության հատկացրած գումարները ինչպես են տնօրինվել, ինչպիսի եկամտաբերությամբ կամ վնասով, մի խոսքով ինչ է շահել քաղաքացին դրանց կուտակվելուց։ Ես նույնիսկ այս պահին ցավոք սրտի չգիտեմ, թե ինձանից գանձված գումարները ինչ եղան։ Այսինքն այդ 3-4 ամսվա գումարը ուր է, որտեղ է, դրա վրա պետությունից ավելացում կատարվել է, թե չէ, դրանք իմ փայերի վրա պիտի բաշխվեն, թե չէ։ Չէ, դուք տանում եք, որ ներդնեիք։ Եթե ներեք դրը, չգիտեմ, 10000-ից կորնե դրա հետ միասին 15000 հետ վերադարձեք, որտեղ մեզ բացատրում է գերմանական հայտնի, չգիտեմ, հիմնադրամ, ֆրանսիական հայտնի հիմնադրամ, աշխարհում մեկ շատ լավ բաներ անում։ Չգիտեմ, այդ ինչ ներդրում են արել, ես ինչքան եմ հետ ստանալ։ Ընդհանրացնելով ու գնաճի ցուցանիշները եւ այլն հաշվի առնելով, ինքը այլ հավասար պայմաններում ամեն տարի այս ներկա իրավիճակում, տնտեսության եւ այլն, մենք ավելի վատ վիճակում ենք, եթե փողերը վերցնենք եւ օրինակ բանկային ավանդի տեսքով ներդրենք։ Արտակ Մանուկյանը ցույց տալով համապատասխան փաստաթղթերն ապացուցում է, որ նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին իրենից գանձած 25000 դրամները համապատասխան ֆոնդին են փոխանցվել նոյեմբերին եւ դեկտեմբերին, ասել է թե 2 ամիս ուշացումով, ինչը օրենքի կոպտագույն խախտում է, քանի որ կամուրջ հաշվին փոխանցված գումարները 10 օրից ավելի չեն կարող մնալ։ Ուշ փոխանցման պատճառով Արտակի գումարները 2 ամիս պակաս են եկամուտ ապահովել։ Խաղի կանոնները պետքա բոլոր կողմերի համար հավասար լինեն, եթե իրանք ինձանից գանձում են եւ չեն կարողանում ապահովել դրա շարունակական ընթացքը, ուրեմն ըստ լրջագույն խնդիր կա եւ այն կողմը, որ թերացել է, իսկ ես դա չեմ, այս դեպքում պետքա պատասխանատվություն կրի։ Իսկ ինչ վստահություն է, որ կամուրջ հաշվի այդպես ասած մենեջերները գումարը չեն վերցել տարել ուրիշ բանկերում ներդրել։ Բանը դրա համար մի տարի հետո եմ ստանում կամ մի այլ չեմ ստանում, ինչ-որ բան։ Արտակը համատեղությամբ աշխատում է մի քանի գործատուի մոտ եւ բոլորն էլ նրա կൂട്ടակային հաշվին փոխանցումներ են արել։ Օրենքը սահմանում է, որ եթե մասնակցի սոցիալական վճարները գերազանցում են 25000 դրամը, ապա մնացածը դիտարկվում է որպես հավելավճար, ենթակա վերադարձման, ինչը Արտակի պարագայում չի արվել։ Նա նույնիսկ դեկտեմբերին դիմել է ֆինանսների նախարարություն, որտեղից պատասխանել են, թե առաջիկայում խնդիրը կկարգավորեն, սակայն 7 ամիս անց էլ հարցը առկախ է։ Այս դեպքում հանգիստ ես կարող եմ նաեւ չստացված եկամուտի վերաբերյալ հայցադիմումը մտնել, որովհետեւ այդ գումարները, որ ես կարող եմ իմ անձնական բարեկեցության համար տվել եմ եւ նրանք ավել գանձել են, ինձ չեն վերադարձնում։ Երբ որ պետությունը մենք պետության նկատմամբ նման վերաբերմունք դրսևորենք, իրանք մեզ դատի կտային։ Հիմա իրանք նման կարգի մոտեցում են դրսևորում մեր նկատմամբ ու պատճառը հղում են կատարում, որ այդ կարգը կլրացվի։ Լրացնեիք ողջ կանոնակարգը, կանոնակարգեիք նոր էս համակարգը ներդնեիք։ Այս
այստեղ կարող եմ նշել, որ խնդիր կարող է առաջանալ այն դեպքում, երբ որ անհատական տվյալների գրանցման հայտում նշվում է ոչ ճիշտ բնակության հասցե կամ բնակության հասցեն փոփոխվում է, սակայն կամ գործատուն տեղեկացված չէ փոփոխության վերաբերյալ կամ տեղեկանում է, բայց գրանցման հայտը չի փոփոխում։ Կուտակային կենսաթոշակային համակարգը, որն արժանապատիվ ծերություն է խոստանում, Մայրբուհի շուրջ 3 տասնյակից ավելի դասախոսների համար աշխատանքից ազատվելու պատճառ դարձավ։ Խնդիրը ծագել էր նախորդ տարեսկզբին համատեղությամբ նաև մասնավոր հատվածում աշխատող դասախոսների շրջանում։ Պատճառն այն էր, որ Մայրբուհի դասախոսները լինելով կուտակայինի մասնակից չէին կարողանում իրենց մյուս աշխատավայրերում հրաժարվել կուտակային վճարներից, որոնք երբեմն շատ ավելին էին, քան նրանց անգամ մի քանի ամսվա պետական աշխատավարձը։ Օրենքի փոփոխությունից հետո նրանք, ովքեր ցանկություն հայտնեցին, հրաժարվեցին կուտակային կենսաթոշակայինից, քանի որ համալսարանի իրավակազմակերպական ձևը փոխվեց պետական ոչ առևտրական կազմակերպությունից եւ դարձավ հիմնադրամ։ Ըստ օրենքի հիմնադրամների աշխատակիցները իրավունք ունեին հրաժարվելու կուտակային այդ կենսաթոշակայինի 5%-ից։ Այս շաբաթ Սահմանադրական դատարանը հրապարակեց կուտակային կենսաթոշակների մասին փոփոխված օրենքի վերաբերյալ շուրջ 80 էջանոց որոշումը, որով վիճարկվող դրույթների մեծ մասը ճանաչվեց սահմանադրական եւ ընդամենը 3-ը հակասահմանադրական։ Ուրախ կլինեի, եթե մեր Սահմանադրական դատարանի որոշումները լինեին մեկ էջանոց, պարզ, կոնկրետ, կարճ։ Լավ կլիներ լինեին, որ երբ որ ասեն նույնիսկ եթե մեկ կետում ինքը հակասահմանադրական է, ամբողջ օրենքը պետք է փոխվի։ Հայց որ կողմը չի շտապում գնահատականներ տալ Սահմանադրական դատարանի որոշմանը, այլ փորձում է հասկանալ, թե այն ինչ նոր հնարավորություններ կընձեռի հետագա պայքարում վերջնական հանգրվանին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին հասնելու համար։ Սոնա Դանիելյան, Գառնիկ Սիրեկանյան, Սուրանկյուն։ Դժբախտությունը աչքի լույսից զրկվելը, արևը, աշխարհը, մարդկանց հարազատներին չտեսնելը, մանավանդ եթե նախկինում ապրել ես լիարժեք կյանքով, հիացել բնության գեղեցկությամբ։ 30-ամյա Ռուստամի նկատմամբ ճակատագիրը դարժան է գտնվել։ Գրիպի հետևանք ականջի բորբոքումից հետո զրկվել է տեսողությունից։ Նորացին երեխային պատկերացնում է ավագ դստեր դիմագծերով։ Արդեն 4 տարի չի աշխատում, մինչդեռ ժամանակին լավ վաստակել է օգնել մարդկանց, բայց այսօր օգնության կարիք ինքն ունի։ Խավարի մեջ է ֆիզիկապես եւ հոգեպես։ Իրավի ճիշտ է ասված, դժբախտությունը միայնակ չի գալիս։ Այսօր նրա ընտանիքը ոչ միայն մեծ պարտքեր է կուտակել, այլև հացի խնդիր ունի։ Ռուստամի տեսողությունը կարելի է վերականգնել, բայց Գերմանիայում ամենայն դեպս այդպես ասում են բժիշկները, բայց ինչ բուժման մասին է խոսքը, եթե նորածնի համար նույնիսկ կաթի փող չկա։ Ռուստամը երիտասարդ է, իր ուժերի նկատմամբ հավատը, հարազատների համար ապրելու ցանկությունը, դժվարությունները հաղթահարելու վիթխարի ուժ են, եւ նա պետք է այդ ուժն օգտագործի։ Այժմ Տաթև Մեսրոպյանի խավարը կարծել է մարմինն ու հոգին տեսանյութը։ Այս փոքրիկը 40 օր առաջ է լույս աշխարհ եկել, բայց հայրը նրան չի տեսել, 4 տարի առաջ զրկվել է տեսողությունից։ Շոշափելով է փորձում պատկերացնել դստեր դիմագծերը։ Նրան 4-ամյա դստեր Լիայի դիմագծերով է պատկերացնում, բայց միայն դա չէ նրան հուզում։ Մեր այցելության պահին նորածինը քաղցից լացում էր, ոչ մայրական կաթ կա, ոչ էլ հաճախ կաթը խանութից գնելու գումար։ Ես այդ նորածին երեխայում ունեցա, որ իմ երեխեն միայնակ չմնա, իմ երկրորդ երեխես ցենը որ լսում եմ ուրախությունից տեսողությունս թրթռմա ուզում է բացվի, ասում եմ արա ես իմ երկրորդ երեխուն չտենամ, դե որ երկրորդը ծնվել է, ասենք մտածում եմ Լիլիաս, առաջվա երեխես, այդպես է պատկերացնում։ Երեխու կաթը առնում ենք, քիչ չի հասնում, էլի, առնում ենք որ կշտանա։ 30-ամյա Ռուստամի տեսողության կորստի պատճառը գրիպից հետո ականջի բորբոքումն է եղել։ Բուժման ընթացքում ուժեղ ցավեր, նոպաներ է ունեցել եւ մեկ անգամ կորցրել գիտակցությունը, որից հետո մտնեց, էլ ոչ շիբան չեմ տեսել, մենակ երազների մեջ լսեցին, որ անդա արդեն սախ առնվել է մեկ տասմա ջուր լցրավրան, ես արայն արա։ Դրանից հետո ինքնազգացողությունն էլ ավելի է վատացել։ Մեկ ամսից ավելի կոմայի մեջ է եղել։ Դուրս գալուց հետո հիշողությունից է զրկվել։ Միայն 9 ամիս անց է հիշել գիշեր ցերեկ իրեն խնամող ընտանիքի անդամներին։ Ու բախվել այն իրականությանը, որ միջև դժբախտությունը դեռ քայլեր չարած դուստրը հարցեր է տալիս։ Պապա, ո՞նց ես։ Ասացի, ծորի, ասացի, անա, եսի մեր երեխեն, ասացի, հա, պապա, քո երեխեն է, որի մեր երեխուն տեսել եմ, որ
չի խոսում, այն վաղ տանում էր, պապա, ասեմ, Այանա ջան, խի աշկերես չի տենում։ Սկսել լացել, ասե, դի չա կատարվում, աշկերս դեմ խիա մութ։ Կինը սկսեց լացելով, փաթաթվեց ինձի, թղթից վրան, ասեց, այ Ռուստամ ջան, ասես բանա էլ է։ Ռուստամը ժամանակին աշխատել է եւ պահել ընտանիքը։ Մայրն ու կինը ցույց են տալիս լուսանկարները եւ պատմում, թե ինչքան անհոգ են ապրել։ Ռուստամի առողջական խնդիրները լուծելու պատճառով պարտքեր են կուտակել։ Այսօր էլ վարձով են ապրում։ Մինչդեռ ժամանակին Ռուստամն է օգնել շատերին, իսկ այսօր օգնության խիստ կարիք ունի։ Տաքսի եմ քշել, մտածել եմ, մի պաշկա սիգարետ կայնի չառնամ, կնոջս մոտ մանիկյուր, մի հատ բան առավ, տանեմ թող կինս ուրախանա։ Ես այն իմ լավ վաղտը, որ սենց բան չեր պատահի մետ, տես նայել եմ, տեսել եմ, որ այդ մարդը շատ տեղն է, ասել եմ կար այդ մարդուն իտ մոնով օգնեմ, գնաց օգնել եմ այդ մարդուն։ Իմ առաջ երեխեն, որ ծնվել էր, որ արդեն ոտ էր քայլում էր, ձերս բռնում եմ, կինս ասում է, ուր ես տանում, ասում եմ, ձեր գործը չի, տանում եմ մագազին, ասում եմ, ինչ ես ուզում, մատիկոցուս դու գրկիս մեջ, սս նայում էր, ինչ նայում էր, ասում եմ, տվեկա, մի մեծ ցելոֆոն կլստեիմ, կգայեմ տունը, կինս ասում եմ, ոմոն, ես ինչ ես ասում եմ, բա ոնց։ Հիմա որ ես իմ երեխեն ասում եմ, պապա, էդ եմ ուզում, պապա, այն եմ ուզում, պապան, ես վիճակի նեղվում եմ, սիրտս կծկվում եմ, չգիտեմ, ես իմ երեխու ասացը ոնց անեմ։ Մինչև ամուսնանալիս աշխատել եմ, նրանց հետո էլի մինչև երեխա ունենալիս աշխատել եմ, 6 տարի աշխատել եմ, այնուհետև Ռուստամի այդ վիճակը հիվանդության պատճառով արդեն չեմ կարող աշխատեմ։ Բժիշկները տեսողության վերականգնման հետ կապված ոչինչ չեն ասում։ Ընդհանրապես առաջարկում են գնալ Գերմանիա բուժման կամ սպասել։ Արդեն 4 տարի խավարի մեջ սպասում է։ Որտեղ որ գնում եմ, ասում են, Ռուստամ ջան, ժամանակ է պետք։ Ասենք, որ թարախը տվելա գնացելա գլուխդ, ազդելա տեսողական թելիկին, մեկ էլ լսողականս, լսողություն չունայիմ, ապրիշտ մեջտ էի գրում, հիմա 85% եկելա լսողությունս, բայց տեսողությունս ավելի խորնա վնասը, ասում են ժամանակապետ։ Հիմա Ռուստամը փորձում է հասկանալ խավարի մեջ հայտնվելուց բացի ինչ փոխվեց իր կյանքում։ Համեմատականները շատ են, բայց մեկը շատ է ցավեցնում։ Ես հիմա ոնց որ աշխարհից կտրված մարդն եմ, որ ասենք քայլում եմ, գալիս են Ռուստամ ջան, բարև, ոնց ես, ոնց որ ես մահացած եմ կամ փակ մի հատ տոպիկի մեջ, այնքան որ ձենել լսեմ, ոնց որ կյանքը անիմաստ դառացել է, բայց որ երկու հատ հրաշք բալիկներ ունեմ, կին ունեմ կողքիս, իրաց այն ձայնը ինձ ձգած ապրում եմ, ասում եմ, թող խեղդեմ, հիմա աշկես դեմը մառախուղ, այսենց 12 ժամ ռոզվի մառախուղ, 12 ժամ կապուտ կանաչ ծիածանագույներով մառախուղա, ասենք, հնես չելի, որ մութ գիշերա, պրոստը ուժը չի պատում, որ տեսադաշտս բերի։ Ռուստամը նաև երաժիշտ է, մեր այցի ընթացքում իր հետ կատարվածից հետո առաջին անգամ նվագելու փորձ արեց, իսկ երբ անգամ դեղերը չեն ցավազրկում։ Ու նաև հոգևոր դատարկություն է զգում, երաժիշտ կնոջը խնդրում է դաշնամուրի առաջ կատարել իր սիրած երգը, ու մտովի թերթելով հիշողությունները որոշ չափով սփոփվում։ Ռուստամը փորձում էր երկար բացատրել, թե հիմա ինչ կարգավիճակում է, բայց չկարողացավ համապատասխան բառեր գտնել։ Չկարողացավ, բայց ակնհայտ էր։ Հայտնվել է նորածին դստեր կարգավիճակում մի տարբերությամբ։ Դուստրը փորձում է ընտելանալ լուսավոր իրականությանը, իսկ ինքը փորձում է հաշտության եզրեր գտնել մթության հետ։ Բայց ցանկացած համեմատական իմաստազրկվում է, երբ հետևում ես այս դաժան տեսարանին։ Այսօր Ռուստամը պետք է զավակի ձեռքը բռնած նրան ճիշտ ճանապարհ ցույց տար։ Բացատրիր, թե որտեղ է պետք զգուշանալ եւ որտեղ համարձակ քայլանել։ Այնինչ 4-ամյա դուստրն է նրան զբոսանքի տանում, փորձելով իր աչքերով ծանոթացնել միջավայրին ու զգուշությամբ հետևել, որ հայրն հանկարծ չսայթակի։ Տաթև Մեսրոպյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։
Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Անցած ամիս բանկից անակնկալ է ստացել։ Մինչև հիմա sense խնդիրներ չի եղել։ Հասմիկին մատուցված անակնկալը ավելի ճոխ է։ Շատ զայրացա, որովհետև ոչ մեկ ինձ ոչ հարցրել է։ Ավելի շատ պատժամիջոցի է նման։ Միշտ կարելի է բռնել պատճառաբանություն։ Ծանուցվել է, որ այն 1%-ով թանկացել է։ Անխելք կլինի այն բանկիրը։ Իրավական տեսանկյունից հարցը փակված է։ Իրանք են թելադրողը, իրանք են տրամադրողը։ Կիրառել բացառապես հաստատուն տոկոսադրույքներ։ Ռիսկերը պիտի հավասարակշռես։ Զգուշացնում են, որ բանկերի նկատմամբ կոշտ կարգավորումները վտանգավոր են։ Քիչ ժամկետներ, շատ տոկոսներ։ Դանակի հարվածներով սպանել է կնոջը։ Տեղանի աճի ուժային հատվածում հասցրել էր մաքրել։ Անանման դեպքեր։ Ստիպել, որ ձեռքը դնի Աստվածաշնչին։ Բռնեք բերեք մի թողը գնամ։ Հայրը թույլ չի տվել, որ օգնեն մորը։ Հնարավոր է ինչ-որ աղանդի հետևորդ է։ Ինքը տնկերական մոմենտը հասկացող տղա է։ Հիմա արդեն սկսեցին պայքարել մոր կյանքի համար։ Վիճակը կարծես դեպի լավն է գնում։ Շնչառությունը դառնում է ինքնուրույն։ Շրջապատը հերքեց այս լուրերը։ Մարդիկ սկսում են միմյանց վիրավորել։ Բոլոր անցած սկալները հիշացնում ենք, կամաց-կամաց վերաճում են հոգեկան լուրջ շեղումների։ Հոգեբանը չի բուժում հոգեկան հիվանդի։ Մոտ 2 ամիս առաջ անդրադարձել էինք հեռուստադիտողների այն բողոքներին, որ բանկերը վարկեր չեն տրամադրում կամ խստացրել ու դժվարացրել են պայմանները։ Մարդկանց դժգոհությունն առաջին հերթին վերաբերում էր հիպոթեկային եւ բիզնես վարկերին։ Թեպետ բանկերը կտրականապես հերքում էին, որ խնդիրներ ունեն եւ այդ պատճառով չեն տրամադրում, այդուհանդերձ անշարժ գույքի առևտրականները նշում էին, որ խնդիր այնուամենայնիվ կա։ Խնդիր իրոք կա, ոչ միայն վարկերի տրամադրման հարցում։ Այս անգամ մեզ ահազանգացները նշում էին, որ հատկապես վերջին ժամանակահատվածում հաճախակիացել են տոկոսադրույքների փոփոխության մասին բանկերի ծանուցումները, ասել է թե միակողմանիորեն փոխվում են տոկոսադրույքները։ Օրինակ, այսինչ բանկից ասենք 18%-ով սպառողական վարկ են վերցրել։ 2 տարի շարունակ պարտաճանաչ կատարում են պարտավորություններս, սակայն մի գեղեցիկ օր հերթական վարկը մարելիս տեղեկանում եմ, որ իմ վարկի տոկոսադրույքը արդեն ոչ թե 18, այլ 20% է լինելու։ Կներկայացնենք ահազանգացների պատմությունները, սակայն բանկերի անուններ չենք նշի, քանի որ երևույթը տարածված է։ Հիմա փորձենք հասկանալ ստեղծված իրավիճակի պատճառները։ Վարկավորման թանկացման մասին առևտրային բանկերը նախընտրում են չխոսել, սակայն ավանդների հարցում մեղմ ասած գովազդախեղտ են անում։ Հորինում են հնչեղ անվանումներով ավանդներ ու մարդկանց հորդորում խնայողություններ է պահել իրենց բանկում։ Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է, իրենց գործն են անում, սակայն ամենագայթակղիչ գովազդն անգամ անզոր է, եթե փող չկա։ Իբրև ապացույց նշեմ, որ դեռևս հոկտեմբերից շրջանառության մեջ է քաղաքացիական օրենսգրքում եւ սպառողական վարկավորման օրենքում փոփոխությունների մի փաթեթ, որը մի կողմից վերաբերում է սպառողական վարկավորման եւ հիպոթեկային վարկերի դեպքում տոկոսադրույքների լողացող կամ հաստատուն չափին, մյուս կողմից տրամադրվող վարկի մասին մանրամասն տեղեկացմանը, մասնավորապես տոկոսադրույքների չափի, տեսակի մասին լրացուցիչ ծանուցմանը, քանի որ քաղաքացիները հաճախ պայմանագրերը ստորագրում են առանց ընթերցելու։ Փոփոխությունների այս օրինագիծը մինչև այժմ չի ընդունվել։ Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են։ Այժմ Նելի Հարությունյանի օրինական անօրինություն հետաքննությունը։ Արմեն Գալստյանը միջին բիզնես ունի, որի համար վարկեր պարբերաբար վերցրել է 2007-ից սկսած։ Երբևէ խնդիրներ չեն ծագել ոչ դրանց մարման, ոչ էլ բանկերի հետ կապված։ Սակայն 2013-ին վերցրած հերթական վարկի վերաբերյալ անցած ամիս բանկից անակնկալ է ստացել։ Կոնկրետ այս վարկերը, որոնք որ վերցրել են, 2013-ից սկսած են վերցրել համապատասխան բանկից 13% տոկոսադրույքով ու արտարժույթով ու մինչև հիմա sense խնդիրներ չի եղել, այս տարի մենք այս մի քանի օր առաջ ստացել են գրավոր ծանուցում, որ բանկը ինչ որ պայմանագրի կետի համաձայն 1% միակողմանի որոշել է տոկոսադրույքները ավելացնել։ Մեր այսօրվա ծանր տնտեսական պայմաններում 1% արտարժույթով վարկերի ավելացումը մահ է։ Հասմիկ Ստեփանյանը 1 տարի առաջ սպառողական վարկ է վերցրել 19% տոկոսադրույքով։ Հասմիկին մատուցված անակնկալը ավելի ճոխ է 3%-ի չափով։ Ինձ ասեցին, որ ձեր տոկոսը բարձրացել է։ Ասեցին, որ արդեն ես պետք է վճարեմ 22%-ով։ Ճիշտ ասած, ես շատ զայրացա, որովհետև ոչ մեկ ինձ ոչ հարցրել էր, երբ որ ես իրենց նման հարցադրումով դիմեցի, իրենք ասին, որ մենք ձեզ ինչ որ SMS ենք ուղարկել։ Արմենի դեպքում տոկոսադրույքի բարձրացումը պատճառաբանվել է պայմանագրային կետի խախտումով։
պատերազմով, որն իհարկե ավելի շատ պատժամիջոցի է նման։ Կոնկրետ իմ դեպքում պատճառաբանել եմ, որ ես պետք է 30 աշխատանքային օրվա ընթացքում իմ աշխատակիցների համար պլաստիկ քարտեր ձեռք բերեի եւ աշխատավարձերը պլաստիկ քարտերով փոխանցեի, որը իսկույն եւ այդ վարկը ստանալուց անմիջապես մի քանի օր հետո կատարվել էր։ Բայց դե իհարկե 3 տարի անցել է արդեն, մարդիկ կան, որոնց պլաստիկ քարտերի ժամանակահատվածները լրացել է։ Բնականաբար իրենք ունեն ուրիշ քարտեր, աշխատավարձ փոխանցվել է այլ քարտերի, միշտ կարելի է բռնել պատճառաբանություն, միշտ կարելի է ունենալ պատճառաբանություն եւ ավելացնել միակողմանի, քանի որ դա առկա է պայմանագրում։ Մենք հարցում կատարել ենք այդ հարցի վերաբերյալ բոլոր բանկերին։ Ընդհանրապես 2-3 բանկերի մասին է խոսքը, որտեղ որ գնացել է այդպիսի տենդենց, այն էլ համընդհանուր բնույթ չի կրել, ամենայն հավանականությամբ այդ այն բանկերն են, որոնք տեսել են, որ այս ռուսը ասում է «так жить больше нельзя», բռնել են 1% ավելացրել են։ Սամվել Ճզմաչյանը անկեղծացավ, որ բանկերի միությունն էլ վարկ ունի եւ մեկ ամիս առաջ ծանուցվել է, որ այն 1%-ով թանկացել է, բայց բանկերի միության նախագահը նոր պայմաններից դժգոհ չէ։ Մեր վարկային տոկոսադրույքը 1%-ով ավելացվում է, բայց դրա հետ մեկտեղ առաջարկվեց մեզ, ասենք, ժամկետը երկարացնել։ Այս դեպքում արդեն իսկ պայմանները տրամադրման պետք է լավացվեն։ Ասամ, ես կարող եմ օրինակ ժամկետը երկարացնել։ Գրավի իրացմանը չեմ դիմի քեզ ժամկետ կտամ երկարացնենք։ Ինձ որպես հաճախորդի տվյալ դեպքում պետք է կանչեին, օրինակ կանչեր կառավարիչը չէ խոսեր, այլ պայման առաջարկեր։ Բացարձակ չի քննարկվում։ Խելամիտ չի։ Ես ուղղակի հակված եմ կամ չհավատալու այդպիսի հայտարարություններին։ Անխելք կլինի այն բանկիրը, որը տեսնելով կամ գիտենալով կամ տեսնելով, որ վերադասնելիությունը վատացել է, բռնում է տոկոսա բարձրացնում։ Ինքը միանշանակ կողքին առաջարկություններ պիտի անի։ Բանկերի միության նախագահը վարկերի տոկոսադրույքների բարձրացման օբյեկտիվ պատճառներ տեսնում է, որոնք իհարկե էապես տարբերվում են մեզ դիմաց քաղաքացու պարզածից։ Առաջինը դա աշխարհում թանկացել է ռեսուրսը, հետո գիտեք թանկացել է ռեսուրսը նաև Հայաստանի համար, որովհետև իջեցրեցին Հայաստանի ռեյտինգը, բնական է, ինչքան իջեցնում են, դրսից ռեսուրս բերելը հնարավոր է, բայց ավելի թանկ ձևով ասում եմ, ձեր երկրի ռիսկը բարձր է։ Բիզնես վարկերի տեսանկյունից ճարվտոր չեն աշխատում, դրա համար սեփականատերերը հրամայել են, որ ցանկացած պատճառով 1 կամ 2%-ով բարձրացնել տոկոսադրումները։ Պայմանագրերում դրույթները կարող են փոփոխության ենթարկվել երկկողմ համաձայնությամբ։ Եթե մենք կետ փոխենք, պոստը չեն տրամադրի մեզ գումարը, բացարձակ։ Իրենք են թելադրողը, իրենք են տրամադրողը, ընդհանրապես քննարկման խոսք չկա անգամ։ Բանկի եւ հաճախորդի միջև կնքված պայմանագրում անշուշտ նշվում են կողմերի եւ իրավունքները եւ պարտավորությունները եւ փոփոխություններ նախատեսող դրույթները։ Եվ եթե դրա տակ առկա է վարկառույց ստորագրությունը, իրավական տեսանկյունից հարցը փակված է։ Բայց այստեղ էլ կարծես թե ամեն ինչ ավելի հստակեցնելու անհրաժեշտություն կա։ Երբ որ մարդուն վարկ է հարկավոր եւ դիմել է բանկ վարկ ստանալու համար, վարկը ստանալուց 1 օր առաջ գնում ենք պայմանագիր ստորագրելու։ Պայմանագիրը պետք է ստորագրենք, որ ստանանք գումարը։ Եթե հանգարց չստորագրենք, մենք չենք ստանա գումարը, կձգձգվի նորից նոր քաշքշուկներ եւ այլն։ Ես խնդրում եմ բոլոր պոտենցիալ վարկառուներին միանշանակ մանրակրկիթորեն ամեն մի տողը կարդալ, ամեն մի կետը տեսնել, ինչքանով է իրեն օգտագործեմ այդ խոսքը ձեռնտու, միայն դրանից հետո ստորագրի։ Պետք է հաճախորդին շատ պարզ ձևով այդ ամեն ինչը մատուցվի, որովհետև նշի, որ բոլորը իրավաբաններ են, փաստաբաններ են, եւ իրենց այդ անբացատրելի իրավաբանական այդ տերմինները եւ մի քիչ թող պարզեցնեն, որովհետև մեծ մասը իրանք գործ ունեն ժողովրդի հետ։ Իսկ ինչ եք ուզում, դուք ուզում եք, որ բանկերը բացառապես տրամադրեն վարկեր, որը միայն ձեռնտու է հաճախորդին, իսկ բանկերի վրա թքած։ Այստեղ երկկողմանի կարգավորումներ են պետք, ռիսկերը պիտի հավասարակշռել։ Քաղաքացիական օրենսգրքում եւ սպառողական կրեդիտավորման մասին օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծով համահեղինակ Արփին Հովհաննիսյանը վստահեցնում է, որ առաջարկվող կարգավորումները բանկ հաճախորդ շփումը ավելի քաղաքակիրթ կդարձնեն, երկկողմ շահերն էլ ավելի հավասարակշռված։ Նախ եւ առաջ որևէ պայմանի փոփոխության մասին իրազեկման մեխանիզմը ավելի ճկուն է դարձվում։
նախագծով նախատեսվում է պարտավորություն դնել բանկի վրա լրացուցիչ անգամ քաղաքացուն ծանուցել բոլոր այն կետերի մասին, որոնք, այսպես ասեմ, սկզբունքային նշանակություն ունեն պայմանագրի համար։ Տոկոսադրույքի չափ, տոկոսադրույքի տեսակ, անվանական եւ փաստացի տոկոսադրույքների տարբերությունը, տոկոսադրույքների բարձրացման կամ նվազեցման հիմքերը, կարգը, պայմանները։ Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխություններով հստակ կարգավորումներ կան նաև վարկերի տոկոսադրույքների ավելացման, նվազեցման վերաբերյալ։ Մասնավորապես առաջարկվում է սպառողական վարկերի դեպքում կիրառել բացառապես հաստատուն տոկոսադրույքներ, որոնց միակողմանի բարձրացումը կբացառվի։ Սա վերաբերում է նաև հիպոթեկային, հետագայում նաև գյուղատնտեսական վարկերին։ Նախատեսում ենք, որ հաստատուն տոկոսադրույքների դեպքում որևէ պարագայում չի կարելի բարձրացնել միակողմանիորեն տոկոսադրույք, եթե ինչ-որ իրավիճակներ են ծագել, իսկ այդպիսի իրավիճակներ հնարավոր են, չբացառենք կյանքում նման բնական իրոք օրինաչափ իրավիճակները, պիտի քաղաքացու հետ լրացուցիչ պայմանագիր կնքվի։ Ուրեմն պետք է հաստատուն տոկոսադրույքներ նաև կիրառվեն դեպոզիտների վերաբերյալ։ Օրինակ, դոլարով դեպոզիտ ընդունելիս 5%-ից ավել չտակ, իսկ վարկ տալուց սպառողական վարկեր տրամադրելիս 10%-ից ավել չտա։ Օրենքի մակարդակով մենք նշում ենք, որ պայմանագրում չպիտի նախատեսվեն այնպիսի դրույթներ, որոնք թույլ են տալիս միակողմանիորեն բարձրացնել հաստատուն տոկոսադրույքի գումարը։ Սա պայմանագրային դաշտից դուրս ենք բերում եւ դնում օրենքի դաշտը։ Ոլորտի գիտակները զգուշացնում են, որ բանկերի նկատմամբ կոշտ կարգավորումները վտանգավոր են, կարող են կոշտել արձագանք գտնել, որից կտուժեն առաջին հերթին հաճախորդները։ Սա կհանգեցնի որոշակի առումով ավելի կոշտ կարգավորումների, քիչ ժամկետներ, շատ տոկոսներ եւ այլն։ Նշված կարգավորումները նախատեսող օրինագիծը ազգային ժողովին մեծ եւ քարորյան նիստերի օրակարգում է վաղուց, բայց քննարկման հերթը այդպես էլ չի հասնում։ Հետևաբար ընդունվել-չընդունվելու մասին խոսելն էլ վաղ է։ Այնպես որ առայժմ քաղաքացիներ ստիպված են վայելել բանկերից ստացված եւ ստացվելիք անակնկալները։ Ինձ օրինակ տարբեր տեսակի երթվելիքներով երթվել են, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում նորից գա իր տեղը եւ կիչեցվի։ Նելի Հարությունյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։ Վերջին ժամանակահատվածում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ արթնանալիս Աստված են կանչում, որ սպանության նոր դեպքեր չլինեն։ Ընդամենը մի քանի օրում 3 սպանություն, որոնց շուրջ մեկնաբանությունները հեղեղել էին ողջ համացանցն ու մամուլը։ Թեպետ դրանց պատճառների մասին առայժմ չկա նախաքննական մարմնի հայտարարությունը, սակայն ոչիրների ձևն ու իրականացումը թյուրըմբռնումների առիթ են դարձել։ Ու կանխատեսելի էր, որ պետք է ստանենք տասնյակ մտահոգիչ հեռախոսազանգեր։ Հիմա դրանք վերհիշենք ըստ ժամանակացույցի։ Սկզբում Հանրապետական հիվանդանոցի ծննդատանը ամուսինը կրակում է 2 օր առաջ ծննդաբերած կնոջ վրա եւ ինքնասպան լինում։ Հետո քանակերում ամուսինը իբր կնոջ միջից չարը հանելու համար նրան ստիպում է ձեռքը դնել Աստվածաշնչի վրա ու երթվել, որից հետո դանակի մի քանի արվածով սպանում է։ Երրորդ սպանությունը տեղի ունեցավ Նոր Արեշում, երբ տականքը օրը ցերեկով գնդակը արեց 58-ամյա մի տղամարդու, որը լինելով անույս հիվանդ վերադարձել էր Բելգիայից կյանքի վերջին օրերը հայրենիքում անցկացնելու համար։ Այս դեպքին կանադառնանք թողարկման վերջում, իսկ ընտանեկան ողբերգությունների դեպքերը մասնագետները հակված են այլ կերպ մեկնաբանել։ Նրանք նշում են, որ նման երևույթների պատճառը ընտանեկան վեճերն են, որոնք հիմնականում ապակառուցողական բնույթի են։ Այսինքն խնդրի վերաբերյալ խոսելու դեպքում մարդիկ սկսում են ուղղակի իրար վիրավորել ու հիշել անցած գնացածը։ Եթե նման վեճերը հաճախակ են լինում, մարդիկ պետք է դիմեն հոգեբանի։ Մեզանում հոգեբանին այցելելը համարվում է ամոթալի ու գալիս է մի պահ, երբ հոգեբանի փոխարեն հոգեբույժի կարիք է լինում։ Նրա օգնությունից հրաժարվելու դեպքում էլ ունենում ենք նման ահասարսուռ դեպքեր։ Ներկայացնում եմ Արմեն Աթալյանի «Սերը վստահությունը, հետաքննությունը»։ Քանաքեռի 14-րդ փողոցն է։ Օրեր առաջ այստեղ տներից մեկում տեղի ունեցել մի ահասարսուռ դեպք։ Տանտերը Վահան Կարապետյանը դանակի հարվածներով սպանել է կնոջը Հայկանուշին։ Սեղանի աջ եզրային հատվածում։ Ամուսինը տեղում ոստիկաններին ու քննիչներին պատմել էր, թե որտեղ եւ ինչպես է սպանել։ Այնուհետև ցույց տվել սպանության գործիքը, որը հասցրել էր մաքրել։ Ներկայացրել էր նաեւ խոհանոցային մեկ այլ դանակ, որը թաքցրել էր բազկաթոռի մեջ։ Բազմոցի նստատեղի վերջնամասում թիկնակի կողքին արկա են
անանման դեպքեր։ Բազմոցին դրված է եղել նաև աստվածաշունչ։ Վահանը պատմել է, որ կնոջը սպանելուց ժամեր առաջ երկու դուստրերին տարել էր եկեղեցի, իր խոսքով նրանց միջից չարը մաքրելու համար։ Այնուհետև վերադարձել է տուն կնոջը նստեցրել բազմոցին եւ ստիպել, որ ձեռքը դնի աստվածաշունչին, քանի որ նրա միջից էլ է ուզում չարը հանել։ Հենց այդ պահին էլ սպանել է։ Բռնեք բերեք մի թողը գնամ դե։ Դվես երանդանից հանդեպ թողեց, էլ մի բան էլ բան չեմ ալ։ Որոշ տեղեկություններով սպանության պահին աղջիկները եղել են հարևան սենյակում։ Երկար ժամանակ հայրը թույլ չի տվել, որ օգնեն մորը, իսկ երբ վերջապես տնից դուրս են եկել եւ օգնություն կանչել, արդեն ուշ է եղել։ Մեծ այդ զրույցում հարևանները նշում են, որ մինչև հիմա ուշքի չեն գալիս կատարվածից, քանի որ անսպասելի էր։ Նշում են, որ Վահանը ընկերասեր բարի մարդ է։ Կինն էլ շիտակ ու աշխատասեր էր։ Ինքը այդ ընկերական մոմենտը հասկացող տղա էր, որ պետք կլներ, ասենք, միտեղ կտաներ, կբերեր, մի ձեռից մի բան կար ընկերական կաներ։ Կինը ոչ մասի խոսք չկա։ Իդեալական աղջիկ էր ախպերս։ Եկե որ քայլում էր փողոցում, սկի կողքերն էլ չէր նայում, Ես անգամ կնոջ մասին չկար։ Նրա ընտանիքը, աղջիկները, կիրթ, նրա ընտանիքում նման կին ասեք նման բան թույլ տա, երկու աղջիկ ունի կամ նման բան թույլ տան, դա բացառված է։ Դեպքից հետո լուրեր էին պատտվում, որ Վահանը հնարավոր է ինչ-որ աղանդի հետևորդ է, ու գուցե հենց այդ հողի վրա է խախտվել։ Հարազատները դա հերքում են։ Ոչ ամուսին աղանդավոր է, ոչ կինը։ Այդուհանդերձ, սպանության համար պետք է պատճառ լիներ։ Ամենայն հավանականությամբ դա հիվանդակի խանդն է, որը հարազատների խոսքով Վահանի մոտ վերջերս է նկատվել։ Ըստ վերջի, ասենք, մի 10 ամիսից ավել է այդ ոնց որ այդ ուղղության վրա խանդի բան, հա։ Հայել ինքը իր վնուշկեքով իրան տարա։ Այս ողբերգությունից օրեր առաջ մեկ այլ դեպք էլ ցնցեց Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատան աշխատակիցներին։ Հիվանդասենյակում Հայկ Վարդանյանը կրակոցով ծանր վիրավորել էր 2 օր առաջ ծննդաբերած իր կնոջը Միլենա Ասատրյանին, այնուհետև ինքնասպան եղել։ Բժիշկները, որոնք միջ այդ պայքարում էին Հայկի վաղացին երեխայի կյանքի համար, հիմա արդեն սկսեցին պայքարել մոր կյանքի համար։ Հեռախոսով զրուցեցինք ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ։ Նա նշեց, որ Միլենայի վիճակը կարծես դեպի լավն է գնում։ Միլենայի վիճակը մնում է կայուն, ծանր, կա դրական քայլեր, ամենակարևորը, որ արդեն նրան ենթարկել են էքստուբացիայի, այսինքն շնչառությունը կատարում է ինքնուրույն, բոլոր հարցերին պատասխանում է adekvat։ Հույս ունենք, որ այդ կրիտիկական վիճակ կարծեք թե անցել է։ Բարելավման նշաններ կան նաև նորածնի մոտ, որը ծնվել է ներարգանդային թոքաբորբով եւ վարակով։ Դեպի լավ է գնում նաև նորածինը, որտեղ նորածինի նույնպես էքստուբացիա է կարել, արդեն թթվածինը ինքնուրույն շնչում է եւ սատուրացիա է կոչվում, այդ սատուրացիան պահպանում է նորմայի սահմանները։ Նորից հույս ունենք, որ երեխայի կյանքը նույնիսկ կփրկվի։ Բայց վերադառնանք այս ծանր դեպքին, որի վերաբերյալ կարծիքներ հնչեցին, թե գուցե խանդ եւ կնոջ դավաճանության կասկածներ են եղել, բայց ինձ շրջապատը հերքեց այս լուրերը։ Մարդիկ չեն կարողանում հավատալ տեղի ունեցածին։ Պարզվում է զույգը երկար է սպասել առաջնեկին։ Անհամբեր է տեղում դաժասում էր գնում 7 ամսական բերեմ երախում։ Ասում էի Միլենա ջան, դու չես խոսում Ագալա ջան։ Ո՞րը գգաբարին հետո կգնասելի։ Հայկի եւ Միլենայի նախկին հարևանները մեծ ջերմությամբ էին հիշում զույգին։ Տեղի ունեցածը նրանց էլ էր ցնցել։ Այնքան սերով զույգեր են, նույնիսկ հարևաններով, որ միշտ տեսնենք ասում ենք, ինչ լավ սերով զույգեր են։ Այնքան էլ լավ աղջիկ կա, այնքան էլ լավ անմիջական շփվող։ Դեպքից հետո հայտնի դարձավ, որ Հայկը վերջերս հոգեկան անկայուն վիճակում է եղել, հոգեմետ դեղեր օգտագործել։ Կատարվածն էլ գուցե կապված լինի այդ հանգամանքի հետ։ Տիգրան Սարգսյանը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի հոգեբանն է։ Ահազանգերի դեպքում փրկարարների հետ մեկնում է դեպքի վար եւ հաճախ ականատես է լինում ներընտանեկան վեճերի հետևանքներին։ Եթե մարդիկ իրար հետ վիճում են, վեճերը անհրաժեշտ են։ Վեճերից առաջանում են նոր մտքեր, նոր գաղափարներ, երևակայությունն զարգանում ընտանիքում, լիցքաթափում ալինում, բայց եթե այդ վեճերը կոնստրուկտիվ են գնում, եթե զգում են, որ կոնֆլիկտի ընթացքում արդեն ինքը դառնում է դեստրուկտիվ կոնֆլիկտը, մի պահ կանգ առնեն, հումոր
որով փոխեն իրավիճակը կամ ասեն ուրիշ թեմայի։ Վեճը դառնում է դեստրուկտիվ, եթե մարդիկ սկսում են միմյանց վիրավորել ու խոսել ոչ թե բուն խնդրի մասին, այլ վերհիշել անցյալը։ Ընդհանրապես մենք խնդրի առարկայից միշտ շեղվում ենք վիճաբանության ժամանակ։ Այսինքն եթե խնդրի առարկան նարինջն է, մենք միշտ նարինջից շեղվում ենք, ամբողջ մեր կյանքը հիշում ենք, բոլոր անցած սխալները հիշացնում ենք, հենց նարինջը մոռանցվում է բուն կոնֆլիկտի առարկան։ Ինչու ենք այս ամենի մասին խոսում եւ ինչ կապ ունի դա նշված ողբերգական դեպքերի հետ։ Ամեն ինչ սկսվում է մանրուքներից, խանդ կամ այլ տեսակի կասկածներ, որոնք կամաց վերաճում են հոգեկան լուրջ շեղումների։ Պարզապես ժամանակին է պետք դիմել մասնագետի դրանց դեմն առնելու համար։ Եթե ընտանեկան կոնֆլիկտները ամեն անգամ վերաճում են ապակառուցողականի, ոնց որ ասացինք, այդ ընտանիքները պարզապես պետք է դիմեն ընտանեկան հոգեթերապևտի կամ ընտանեկան հոգեբանների։ Հոգեբանը չի բուժում հոգեկան հիվանդի, հոգեկան հիվանդով հոգեբույժն է զբաղվում։ Հոգեբանի մոտ գալիս են առողջ մարդիկ, որոնք պարզապես կյանքի ընթացքում խնդիր ունեն, որ լուծումը չեն կարողանում սեփական ռեսուրսներով գտնեն։ Հայկը կարծես դիմել է օգնության, նկատի ունենք հոգեմետ միջոցները, սակայն ինչու դրանք իրենց գործը չեն արել, դժվար է ասել։ Եթե ասենք մարդը հոգեմետ դեղեր է ընդունում բժշկի նշանակությամբ, ասենք մի ժամ ուշացնի, չընդունի իր դեղերը, դրա համար եթե այդպիսի մարդիկ կան ընտանիքում, անհրաժեշտ է հետևողական լինել իրենց հանդեպ, այսինքն որ դեղերը ժամանակին խմեն, ժամանակին բուժօգնություն ինքը ստանա, որովհետև այդպիսի մարդիկ աֆեկտի մեջ են հաճախ ընկնում, չեն կարող, ինչ է նշանակում աֆեկտ, այսինքն որ գիտակցորեն իրենց վարքը չեն կարող կառավարել, պարզապես ունակ չեն կառավարելու այդ մարդիկ։ Ցավն այն է, որ մեզանում հոգեբույժի դիմելը խարանի պես մի բան է համարվում, եւ հարազատների հորդորները սովորաբար ավարտվում են գիժը դուք եք, դուք գնացեք բուժվեք պատասխանով։ Կոնկրետ եթե մարդ ունի հոգեկան խնդիրներ, դա նկատվում է հարազատների կողմից, միանշանակ շատ շտապ պետք է դիմել համապատասխան մարմիններին։ Հոգեբուժարան, հոգեբան, որովհետև հոգեբանն էլ եթե տեսնի, որ դա հոգեբույժի խնդիր է, ինքը կուղղորդի հոգեբույժի մոտ, որովհետև այդպիսի խնդիրները չեն անցնում իրենց, այսպես ասած։ Ժողովրդական տարբերակ կա, չէ՞ որ սպասում ենք, որ առավոտ շուտ զարթնենք անցած կլինի։ Այդ խնդիրները չեն անցնում այդպես, իրենք անհետևանքել չեն մնում։ Ինչու փոքր խոսակցության դեպքում ինքը կարող է շատ ագրեսիվ դրսևորում ստանալ այդ նույն հոգեկան վիճակը, եթե չի ստանում համապատասխան բուժում։ Իդեպ մարդկանց մոտ կա թյուր կարծիք, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձն, ինչպես ասում են, պոզով պոչով է լինում։ Այդպես չէ, մարդը կարող է որոշ ժամանակ իրեն շատ adekvat դրսևորել եւ մի օր էլ ողբերգության պատճառ դառնալ։ Արմեն Աթելյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Այս գոզալը, որին իրականում Mercedes են անվանում, հայտնվի այս օրին։ Mercedes-ով թութ հապտանք։ Ինչպես նման անմարտաբնակ տեղից նրան հայտնաբերեցին։ Ասպաս խելք բաժանելիս դրանց կողքով անտարբեր անցել։ Հենց մի զանգի եմ չես, բառից բուն իմաստով կարկամեցի։ Ամեն օր չէ, որ կհանդիպես նման տեսարանի։ Պահ, տեսեկովա, դիմավորեք։ Բա թե ինչով է ավարտվել նրա գիշերային ուղերձը ու կրկին սկացող ծնողներ։ Հարց առաջատար։ Ինչ իմացա, որ լճում դիկա։ 5, 6, 7 արդեն հոգնեցի։ 10-ից ավելի կրակոցով սպանել է։ Խոշոր հրդեհի երկու դեպք, ինքնասպանության փորձ, սպանություն, մահվան ելքով ավտովթարներ։ Հաջորդ տեսանյութի համառոտ պատկերն է, որտեղ մեղավորներին փնտրելը զուր հույսեր շարքից է, սակայն լռել է հանցագործությունը։ Ամեն օր պատկան մարմինները, ամեն կիրակի մենք զգուշացնում ենք, որ ամռանը հրդեհի հավանականությունը էապես մեծանում է, հատկապես անտարամերձ ու խոտածած տարածքներում։ Համոզված եմ, ասվածն ավելի քան ընկալելի է։ Գրեթե բոլորը պատկերացնում եք վտանգի աստիճանն ու հետևանքների անդառնալիությունը ու համոզվելու համար փորձեք այս թեմայով խոսք բացել ձեր շրջապատում ու կտեսնեք, թե ինչպես են արձագանքում։ Խնդիրը մարդկանց ներքին համոզվածությունն է, թե իբր ապահովագրված են նման դեպքերից։ Մինչդեռ հրդեհի դեպքերը շատանում են ու դառնում նոր ողբերգությունների եւ ավերածությունների պատճառ։ Օրերս ցեղասպանության թանգարանի մոտակա անտառը հրոճարակ դարձավ։ Ավելի քան 80 հրշեջներ, 10-ից ավելի մարտական հաշվարկ, անվտանգության աշխատակիցներ ու տասնյակ քաղաքացիներ մի քանի ժամ չէին կարողանում կրակի դեմն առնել։ Թեպետ մինչև այժմ փորձաքննության արդյունքները չեն հրապարակվել, սակայն չեմ զարմանա, եթե պարզվի, որ հրդեհի պատճառը, ասենք, չհանգցրած ծխախոտն է։ Որքան էլ բարձրագույն հայտարարություններ ու դատողություններ անենք, փաստը սա է։ Հիմա անդրադառնամ նոր Արեշի սպանությանը։ Օրը ցերեկով սեփական Բաքում ինքնաձիգով սպանվում է Բելգիայից նոր վերադարձած 57-ամյա Վաղինակ Ասոյանը։ Ճիշտ է, իրավապահները մեկ օր անց Հայաստանի սահմանը հատելու պահին ձերբակալում են մարդասպանին 38-ամյա Գագիկ Ղանդիլյանին, սակայն փաստը ինքնին մտահոգիչ է, անկախ նրանից, թե ինչն է եղել Ստահակի կատարածի շարժառիթը։ Օրը ցերեկով սեփական Բաքում գնդակահարվելու փաստը ինքնին անպատժելիության հետևանք է։
Քիչ առաջ Արմեն Աթալյանը ներկայացրեց վերջին ժամանակահատվածի սպանությունների այլ դրդապատճառներ, սակայն այս դեպքը կարծում եմ այլ հարթությունում է տեղավորվում։ Ընդ որում, որոշ մանրամասներում խորանալով ուղղակի սարսափում ես։ Պարզվում է, որ սպանվածը անբուժելի հիվանդ է եղել։ Բելգիայում բժիշկները հույս չեն տվել եւ Ասոյանը որոշել է կյանքի վերջին օրերն անցկացնել հայրենիքում։ Հիվանդության մասին տեղյակ է եղել նաեւ մարդասպանը, ինչը սակայն չի խանգարել սև գործին։ Հենց նման դեպքերում են ասում, ես ուր ենք հասել։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը, դժբախտ պատահարներն ու ավտովթարները, Գագիկ Շամչյանի դաժանությունը թուլության ծնունդ տեսանյութում։ Ժողովուրդ ջան, անցնող շաբաթը այն հազվագյուտ շաբաթներից է, երբ տեղի ունեցան թե քրեական քրոնիկոնի, թե դժբախտ պատահարների, թե ավտովթարների ժանրի դեպքեր։ Չնայած պրակտիկան էլ է ցույց տալիս, որ ամռան սեզոնին դեպքերը շատանում են, բայց ամեն տարի էլ հույս ենք փայփայում, թե այս մեկը բացառություն կլինի։ Ու շատ ընտանիքներ ստիպված չեն լինի դեմ հանդիման հայտնվել վերահաս վտանգի ու փորձանքի հետ։ Ավաղ, ինչպես անցած տարի, այս տարի եւս հրաշքին ապավինել չի լինում։ Ի թիվս այլ պատճառների նշվում է նաեւ անտանելի շոկը, որն ուղղակի ազդեցություն է ունենում մարդու նյարդային համակարգի վրա, ու արմավիրում տեղի ունեցածը կարծես աստվածի հաստատումն է։ Ասացեք խնդրեմ, այդ ինչ պիտի եղած լինի, որ այս գոզալը, որին իրականում Mercedes են անվանում, հայտնվի այս օրին։ Թութ թափ տալու յուրահատուկ ձև։ Mercedes-ով թութ թափ տանք։ Ախր ասա, եթե դու մի թիքա քաղաքի ստից խաչմերուկում չեք կարում կողմնորոշվել, բա պարզ չի, որ հենց ձեր նմանների պատճառով է, որ անդադար լուսաբանում են մայրաքաղաքի գիգանտ խաչմերուկների վթարները։ Mercedes-ը վարել է 53-ամյա Կամո Բայազյանը, որը մինչ այս օրը հայտնվել է, այսինքն թթի ծառի հետ գրկա խառնվել է, հասցրել է նաև հարվածել այս Mercedes-ին, որի վարորդին 39-ամյա Արթուր Գրիգորյանին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Տենց էլ չհասկացա, թե ինչն էր վթարի պատճառը, քանի որ վարորդը մեջն էր պահում այդ գաղտնիքը։ Իհարկե, երկար չի պահի ու անկասկած հետաքննիչներին սիրով իլոժիտ, բայց ես լուրջ կասկածներ ունեի, որ այդ մարդու վրա էլ է ազդեցություն ունեցել կիզիչ արևը, որը հաստատ ազդել էր նաև 27-ամյա Գրիգոր Տոնոյանի վրա։ Այս մի պատմությունը ընդհանրապես չի տեղավորվում մարդու ուղեղում։ Հիմա տեսնում եք, թե ինչպես են խեղճ փրկարարները սրան դուրս բերում թիվ 1 համալսարանական կլինիկայի զորակից։ Հարցեր են ծագում, լավ, բայց ինչ է եղել այս տղուն, կամ ինչպես նման անմարտաբնակ տեղից նրան հայտնաբերեցին։ Ասեմ, ժողովուրդ ջան, այս տունը շինվածը բռնում երեկոյան ժամը 21-ի սահմաններում զանգահարում է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնում, որ Պրոշյան փողոցի դիահերձանի մոտ փորձում է իրեն վնասել եւ խնդրում է ոչ ոքի չմեղադրել։ Ինչ կլինես։ Միանգամից նշված վայրում են հայտնվում փրկարարները եւ երիտասարդին գտնում նման վիճակում, այսինքն անգիտակից։ Թե ինչ էր արել, որ հայտնվել էր անգիտակից վիճակում, չհասկացա։ Չհասկացա նաև, թե ինչու էր իրեն վնասելուց առաջ զանգահարել 911 եւ զգուշացրել կատարվելիքի մասին։ Ու առհասարակ, այս խմորը կարծում եմ շատ ջուր կտանի, քանի որ հանգամանքները բավականին կասկածելի են։ Ու ոչ միայն ես էի ապշած, այլև հավաքվածները, ովքեր փորձում էին հասկանալ, թե այս ջայլը շոու է սարքել, որ իր վրա սևեռի հասարակական ուշադրություն, թե ինչ որ մեկին ինչ որ բան է ուզեցել սրանով ապացուցի։ Դրա մասին կիմանանք մոտ ժամանակներս ու բնականաբար լուրը կդարձնենք նաև ձեր սեփականությունը։ Իսկ միջ այդ պետք է ֆիքսել, որ ամեն մի օիմբազի համար խեղճ փրկարարներն են տուժում, բայց որևէ մեկի մտքով անցել է, որ այդ անտեր արևը կարող է մի օր էլ փրկարարների գլխին տա։ Բայց այդ ժամանակ ինչ է կանելու։ Իսկ ահա որոշներին պարզվում է, որ այս տապը այնքան էլ անդուր չի։ Ասեմ ավելին, ուզում են ավելի տաքանան։ Համաձայն եմ Վայե Ղազարյանի հետ, որ կարելի է չզարմանալ, եթե հայոց ցեղասպանության թանգարանի հարևանությամբ ծագած այս խոշոր հրդեհի պատճառը չհանգցրած սխախոտը լինի։ Ինչքան բառադիներ կան, որ ասես-չասես նույն հաշիվն է, ու ինչ անես, եթե Աստված խելք բաժանելիս դրանց կողքով անտարբեր է անցել։ Կրակների մեջ եմ, հենց մի զանգի եմ չես։ Ախ, Զգուշ, զգուշ։
Հրդեհը, որն այժմ դիտում եք, տեսանելի էր մայրաքաղաքի բոլոր անկյուններից, ու դա բնական է, քանի որ հերոս ճարակ էր դարձել մի քանի հեկտար անտառածածկ ու խոտածածկ տարածք։ Եթե հավելեմ, որ հրդեհաշիժման աշխատանքներին միայն 80-ից ավելի հրշեջ էր մասնակցում, ել չեմ խոսում անվտանգության աշխատակիցների եւ սրտացավ ու խելքը գլխին քաղաքացիների, ապա պատկերն առավել քան ամբողջական կդառնա։ Զգում ես ինչ անում։ Դե ահա որա, գիտես չէ, կրակը վարկյանական տարածքում է։ Հենց այս քամին էր, որ համը հանում էր։ Եթե դա չլիներ, ապա տղերքը համեմատաբար կարճ ժամանակում գործը ավարտած կհամարեին, սակայն ստիպված դիմագրավում էին բնության մի քանի մարտահրավերին։ Այ ժողովուրդ ջան, ախր հրդեհը հանակ մասկարա չի, ով դրա այդ գործը ունեցել, գիտի թե ինչ եմ ասում, ու որպեսզի մնացածն էլ իրենց մաշկի վրա չզգան ասածներից ճշմարտացիությունը, պետք է պահպանեն հրդեհային անվտանգության կանոնները, թե չէ էս ինչի է նման։ Նոր էին նշել ցեղասպանության 100-ամյա տարելիցը, մեկ էլ հենց խորհրդանիշի հարևանությամբ մի անզգույշ շարժումով ամեն ինչ հարամում ենք։ Լրիվ չոր խոտա, վարկյանական էթում է, վարկյանական։ Էսի անդում դա, արդեն կարապիցենյամ տեղ չկա։ Երբ ահազանգ ստացա, որ Վարդաշենի տներից մեկում խոշոր հրդեհ է ծագել, ասեցի հեսա կրկին պետք է օգտվեմ քննադատական բառապաշարից լավագույն նմուշներից ու անարգանքի սյունին գամեմ անվտանգության կանոնները չստեղծածներին, սակայն հասնելով դեպքի վայր բառից բուն իմաստով կարկամեցի ու եւս մեկ անգամ համոզվեցի, որ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Միշտ կբացատրեմ քարկապ ընկնելուց պատճառը, ասեմ, որ այս փողոցի բնակիչները իսկական հերոսներ են։ Հրդեհը նկատելուն պես չեն սпасել հրշեջների ժամանմանը, այլ ամենքը մեր ու մանուկ ջահել ու ահել, դույլերով եւ ջուր տեղափոխող այլ տարաներով դուրս են եկել կրակի դեմ անհավասար մենամարտի։ Ցավալին այն էր, որ նշված փողոցում կան դիտահորեր, որով ըստ հարևանների ասացի անցնում են ջրախողովակներ, սակայն պատկան մարմինները դիտահորերը այնպես են ասֆալտով զմռսվել, ասես Թութան Համոնի գերեզմանն են փակել, որ դրանց ծառայություններից օգտվելու հնարավորություն չեղավ, ինչն ավելի բարդացրեց քաղաքացիների եւ հրշեջների աշխատանքը։ Այժմ դիտեք հրդեհի երկար լեզուները կադրերով։ Հիմա տեսնում եք այս կնոջը, սա էլ նրա ամուսինն է, որը երկու անգամ արդեն ինսուլտ է տարել։ Մինչ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտաբօգնության խումբը փորձում էր նրանց ոչ միայն բուժօգնություն, այլև հոգեբանական աջակցություն ցուցաբերել, պարզեցի, որ հենց այս մարկանց տունն է վառվում։ Ու հենց այս պապիկին եւ նրանց դուստրերին են կրակի բերանից մի կերպ դուրս բերել հարևանները։ Դուստրն էլ հրաժարվում էր բժշկական օգնությունից, նշելով, թե իրենք սոցիալապես անապահով են եւ գումար չունեն բուժվելու համար, ահավոր էր։ Ու բնականաբար առաջինը ինչ հուզում էր հավաքվածներին ու ինձ ինչ են անելու այս խեղճ մարդիկ, որտեղ են մնալու մինչև հասնեն այն բարձրալի ժամանակին, որ տունը կրկին կանգուն կլինի։ Չէ որ ամբողջովին այրվել էր գույքը, իսկ տանիքներն ու առաստաղները վերածվել են մոխրակույտի։ Գիշերը իրանք որտեղ են մնալու։ Եմ ասում, փեսուսում ուղարկեմ, նրան աղջկացին եւ ախորը։ Այսօր դախտել էլի։ Լավ է, տղեկը գրգեցին տեղը բանից հանեցին, Կրակի միջից։ Հարևաններ էլի ջահել տղերքը։ Մուտ, մատուրես չեր տենում։ Այն ասում, խեղտվար հեն։ Զգուշ ախպեր արեսան, փլում է։ Ախպեր, զգուշ, ըտե փլվում է, ներքև, զգուշ, հանկարծ, զգուշ, պատը զգուշ։ Սակայն այս կյանքում ամեն ինչ չէ որ կորած է։ Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուչկյանը հանձնարարեց, որպեսզի աղջկան տեղափոխեն Էրեբունի բժշկական կենտրոն եւ նշեց, որ կհոգա նրա բուժման բոլոր ծախսերը։ Իսկ հա կրակի տարած 3 տները հանձառա վերանորոգել Էրեբունու թաղապետ Արմեն Հարությունյանը, ում կարգադրությամբ հաջորդ օրը արդեն շինարարական գույքով աշխատակիցները ժամանեցին նշված բնակարաններ։ Բնակիչներին օգնության ձեռք մեկնեց նաև տեղի գազի գրասենյակի պատասխանատուն, ով հոգած ոչ միայն գազի խողովակների վնասված լինելու վերանորոգումը, այլ նաև գազաբաշխիչների կապիտալ տեղադրումը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին դժվար է ասել։ Դա պարզ կլինի մի քանի փորձաքննությունների պատասխանը լինելուց հետո միայն։ Աստված պահպանի այս ընտանիքներին։ Քիչ ամեն ինչն է կլինի։ Իշալլա, Աստված մեծ է, Աստված մեծ է։
Հիմա մի խոշոր ավտովթարի մասին, որի վարորդն ու ուղևորները հիրավի կարող են գնալ եկեղեցի եւ ամենքը մի մոմ վառել։ Դրանց հանդեպ Աստվածն առավել քան բարեհաճ գտնվեց։ Տեսնելով այս կադրերը կհասկանաք, թե ինչ եմ ասում, քանի որ ամեն օր չէ, որ կհանդիպես նման տեսարանի, ու առավել ուրախալի է, որ փրկվածները երիտասարդներ էին, 18-ից 19 տարեկան։ Բայց ոստից նայում ես ռոզի դու երևա, չէ՞։ Հələ հետ ախպեր։ Թռել է սիձելինքը։ Հայ, քարի վրի արուններն է։ Դեպքը տեղի ունեցել Աշտարակ կապանան ավտոճանապարհին, գիշերը ժամը 2:30-ի սահմաններում։ Ասել է գիշերվա միլիոն երիտասարդներ, բարձր արագություն։ Արդեն կարծես նշմարվեցին կատարվածի պատճառները։ Մի խոսքով 19-ամյա Արսեն Սարոյանը զրովեցով դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի եւ մոտ 60 մետր շրջվելով գլորվում ձորը, բախվելով ապառաշ քարերին։ Վարորդն ու նրա երկու ուղևորները 18-ամյա Սարո Մխիթարյանն ու Հովանես Աթոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից մեզ հայտնեցին, որ նրանց վիճակը միջին ծանրության է։ Երիտասարդներն իրենց օյնբազության համար այս անգամ էժան պրծան, սակայն պետք է գիտակցեն, որ պապն ամեն անգամ փլավ չի ուտում։ Կարծում եմ ծնողներն ու դեպքի վայր ափալ-թափալ ժամանած Աշտարակի ոստիկանապետը նրանց այս առնչությամբ լիգբես կկազմակերպեն եւ միայն առավոտյան նրանց կատարածի հետքերը հնարավոր եղավ սրբել։ Այսինքն, ճիշտ է, փրկարարները գիշերն էին դադարեցրել մեքենայի գազաբալոնի գազի արտահոսքը եւ մեծ դժվարությամբ կարողացել անջատել մարտկոցը, սակայն միայն առավոտյան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկի եւ կամազի միջոցով մեքենան դուրս բերեցին զորից։ Պահ, տեսեք ով է, դիմավորեք, իմ ախպերս, ջան, իմ ախպերս, քեզ գուրբան։ Արևը քոտան, ապիր, Այո, Հայկ Ղևոնդյան, նույն ինքը Սպիտակցի Հայկո, ասա այ ախպեր, դու երբ էր այսօր ընկել, որի մանկար, հասազմա է ջերյանդ երկրպագուներիդ ու օլիգարխների փողերով գնված BMW X6-ը, ինչի պետքա սենց նախշեին։ Իսկ երբևէ ձեր մտքով կանցներ, որ նման վթարների մեջ կհայտնվեիք, որ կգան կբախվեն ձեր ավտոին։ Ամեն վարքան ամեն ինչ սպասել է, ինչի մանասիշ կը։ Բայց դե Հայկո ջան, ինչ խնդիր ա որ, ինչ լինում ա ժեշտին լինի, ինչպես դու էիր ասում։ Կարևորը որ քեզ բան չի եղել, ու ռաբիս երաշտությունը կշարունակի բարգավաճել։ Հանուն ճշմարտության պետք է նշեմ, որ այս վթարի մեղավորը Սպիտակցի Հայկոն չէր, այլ շղթայական վթարում հայտնված Mercedes-ներից 34-684-ը։ Շտապեմ ուրախացնել, որ Mercedes-ների մասով էլ ինչ եղավ, ժեշտին եղավ, ու վարորդները նույնպես չտուժեցին։ Բայց դե Հայկոն իր եւ 07-700 հնչեղ համարանիշներով X6-ի հետ կատարվածի առնչությամբ մի կերպ էր զայրույթը թաքցնում։ Իդեպ ականատեսները պատմում էին նաև, որ Հայկոն վթարից հետո առաջինը օգնության է հասել Mercedes-ի վարորդին։ Բնականաբար օպերատիվորեն ժամանեցին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ինչու բնականաբար, քանի որ հաստատ տեղեկացել են, թե ով է Սպիտակ Ջերյանի ղեկին եւ չէին ուզում, ասենք, Փարվանայից իրենց մասին ռաբիս ոչի, սակայն Թուպակի բառապաշարով երկ լսեն։ Բա Մալացիայի թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները ոնց են կակշտիկ հայտնվել ու սպասում, թե երբ են մեքենաները վթարի վայրից հեռացվելու, որ տարածքը մաքրեն։ Ոնց որ մոռացել են, թե քանի դեպք եմ նկարել այս համայնքում, բայց իրանք չկային։ Մի խոսքով, ռաբիս երգիչը մեզանում ոչ միայն կոչում է, այլև արտոնություն։ Իսկ հիմա ժողովուրդ ջան, ներկայացնեմ ողբերգական ելքով պատահարները, որոնք ինչպես նախորդ թողարկումներում այս անգամ եւս կազմում են տեսանյութերի մոտ կեսը։ Ներկայացվող տեսանյութը նույնպես կարկուտը ծեծած տեղն է ծեծում ասվածի համատեքստում է։ Տեսեք, թե ինչ է թափված խորհրդային արտադրության զրոմեկի շուրջը։ Կրկին Երևան-Գյումրի Չարաբաստիկ ճանապարհն է։ Զրոմեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել։ Խեղճ գյուղացին Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Մարատ Մանասյանը միրգ ու բանջարեղենը տեղափոխելիս է եղել, որ մի կտոր հաց վաստակի եւ ահա թե ինչով է ավարտվել նրա գիշերային ուղերձը։ Իսկ մահացածը նրա ուղևոր 39-ամյա Վաղինակ Սարոյանն էր։ Վերջինս ուներ անչափահաս մեկ երեխա, իսկ Թալինի բժշկական կենտրոն տեղափոխված վարորդը անչափահաս 3 երեխաների հայր է։ Լավ, ինչի ասենց, հալալ ու արդար քրտինքով ապրած մարկանց հետ սենց բան պիտի պատահի։ Հիմա վարորդը, Աստված նրան առողջություն տա, ինչ պետք է անի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, գնա ու նստի։
Իսկ երեխաները, որ ասում են մեզ աշխարհը ծուռ է, որ ինչ-որ բան ինչ-որտեղ այնպես չէ, ցավակցում ենք մահացածի հարազատներին, իսկ վարորդի ընտանիքին ուշ ու համբերություն ենք մաղթում։ Ու իրավի ճիշտ է, աշխարհ, դու երբ ես աշխարհ դառնալու։ Փորձանքը որ գալիս է, ինչ ուզում ես արա, դեմը չես առնի։ Ու չի էլ հարցնում փող ունես թե չունես։ Այսինքն, այս կյանքում միակ բանը, որ մնայուն է, քեզից հետո կհիշվի արդար ապրելը դա։ Չէ՞ որ այս կյանքից հետները ստանում ենք ընդամենը 4 տախտակ ու մի քանի մեղ։ Հեսա նայում ես, թե ինչ մեքենաներ են, արդեն պատկերացնում ես, որ դրանց տերերը առնվազն միջին խավի ներկայացուցիչներ են, բայց ինչ, զոհվեց եւս մեկ երիտասարդ։ Շատ արագ է, ահավոր արագ է։ Արագությունը, արագ կրասեքն է։ Այնա հողաթափը։ Սաղ են, չէ՞ ախպեր։ Աղջիկները լավ են, տղեն է միջին ծանրություն։ Ողբերգական ավտովթարը տեղ ունեցավ Աշտարակի խճուղում, Կարմիր խաչի հարևանությամբ, գիշերը ժամը 2:30-ի սահմաններում։ Բախվել էին 25-ամյա Սանասար Թումասյանի վարած Toyota Prado-ն եւ 26-ամյա Նարեկ Պողոսյանի X5-ը։ Վթարի հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթվեկելի գոտուց, տապալել էլեկտրասյունը, բախվել ժառեբեկոններին, իսկ Toyota-ն կողաշրջվել էր։ Հացել է կողքից։ Հեսա։ Մինչ դեպքի վայրի ժամանային հրշեջ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիները, հիմնականում երիտասարդներ, իրենց ուժերով են ամբողջովին երկաթե ջարդոնի վերածված Պրադոյի միջից դուրս բերել վարորդ Թումասյանին եւ նրա 3 ուղևորներ՝ 23-ամյա Արթուր Պալտաջյանին, 20-ամյա Էմա Իգիթյանին եւ 22-ամյա Էմա Չալախյանին, որոնց 103 շտաբօգնության բրիգադները տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն։ Ժողովուրդ ջան, պապիրոսով հեռու էլի ավտոներից։ Ցավոք, հիվանդանոց տեղափոխվելու ժամեր անց 23-ամյա Պալտաջյանը գիտակցության չգալով մահանում է։ Ավելորդ չնշել, որ դեպքի վայրում առողջական խնդիրներից բողոքում էր նաև X5-ի վարորդը, սակայն նա հրաժարվեց անցալ շտաբօգնության բժիշկների հիվանդանոց տեղափոխվելու եւ հետազոտում անցնելու հորդորին։ Այդ թե ինչի կարող է հանգեցնել չափազանց ինքնավստահություն ու ներքին համոզվածությունը, թե փորձանքը իմ կողքով կանցնի ու կրկին սկացող ծնողներ։ Լավ, ինչքան կարելի է զգուշացնել, որ այդ տանտեր ջրամբարները, լճերը, ջրավազանները խաղու պար չեն, որ եթե գինովցած ես կամ չես տիրապետում լողի վարպետությանը, խույս տուր դրանցից, որպեսզի հետագայում հարազատներդ չսգան։ Ասած չասած մի հաշիվ է։ Ու քանի դեռ ականջալուր չեն լինում, այս իրավիճակն է լինում։ Տեսեք, թե մի անզգուշության հետևանքով ինչքան մարդ է իրար գլուխ հավաքվել։ Դու էլ փրկարարներ, էլ ոստիկաններ, էլ քննիչներ, էլ դատախազության աշխատակիցներ, էլ դատական բժիշկ։ Ճիշտն ասած, ես էլ զարմացա այսքան մարդ տեսնելիս։ Նշում են, թե Երևանյան լճում փնտրում են տղամարդու դի։ Բնական հարց առաջացավ։ Ինչ իմացա, որ լճում դի կա։ Մատնացուց Արին ափին հայտնաբերված կոշիկները, գուլպաներն ու թաշկինակը։ Ցավոք, նրանց կանխատեսումներն իրականություն դարձան։ Տեսնում եք, թե մի քանի ժամ տևած փրկարարավորոնական գործողությունների արդյունքում լճից դուրս բերվեց 50-ից 55 տարեկան մի տղամարդու դի։ Փրկարարները այն հանձնեցին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին, սարսափելի էր։ Թեպետ այդպես էլ չկարողացավ պարզել այդ մարդու ինքնությունը, սակայն դա չի էական է։ Էականն այն է, որ եւս մեկ զոհ գնաց դժբախտ պատահարից։ Եվ վերջում անդրադառնամ շաբաթվա ամենաաղմկահարույց դեպքին՝ նոր Արեշում օրը ցերեկով կատարված սպանությանը, որը ցնցեց հասարակությանը։ Ու երբ խորանում ես դրա մանրամասների մեջ, ավելի ես սարսափում ու հասկանում, որ մարդկային ստորությունն ու տականքությունը չափ ու սահման չունի։ Տեսեք, թե փողոցի ամբողջ երկայնքով քանի դեղին կլորակ կա։ Դրանցով պատել են արձակված փամփուշտները՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, արդեն հոգնեցի։ 10-ից ավելի կրակոցով սպանել է տղամարդուն։ Դե հիմա պատկերացրեք, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել օրը ցերեկով։ Սեփական տան բակում, ահա այս նստարանի նստած է եղել 57-ամյա Վաղինակ Ասոյանը, երբ հանկարծակի մոտեցել է մի մեքենա ու նրա ուղղությամբ համարյա մի ամբողջ մագազին դատարկել։ Տարեց մարդը մահացել է հենց տեղում։ Ստահակը կամ ստահակները բնականաբար փախուստի դիմել։ Չէ որ այդպես են վարվում բորենիները։ Պարզեցի, որ մահացածը անբուժելի հիվանդ էր եւ նոր էր վերադարձել Բելգիայից, կյանքի վերջին օրերը հայրենիքում անցկացնելու համար։ Ու երբ մեկ օր անց ոստիկանությունը լուսաբացին, Բավրիայի սահմանը անցնելիս ձերբակալեց ահա այս մուտանտին ու պարզվեց, որ նա տեղյակ է եղել Ասոյանի հիվանդության մասին։ Սադիզմի մասին լսածս նոր երանգ ստացավ։
Ինչպես հասկացաք, տականքը սպանությունը կատարելուց հետո փորձել է ճողոպրել երկրից։ Ահա այս Nissan Altima մակնիշի մեքենայով, սակայն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի եւ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները թարմ մետքերով սրան բռնել են։ Դեռևս հայտնի չէ սպանության շարժառիթները, սակայն դասկի էական էլ չի։ Այս սպանությունը եւս մեկ անգամ փաստեց, որ երկրում անպաշելության մթնոլորտը դեռ չի ծրվել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է ավելի ռադիկալ քայլեր։ Ցավակցում ենք մահացածի ընտանիքին։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։ Այսքանը ուղղամիտ լինենք, ճիշտ ապրենք եւ պաշտպանենք ճշմարտությունը։ Մենք ուխտ ունենք։ Միշտ դեպի լույս։ Կհանդիպենք հուլիսի 19-ին ժամը 22-ին։ Աստված պահապան բոլորիս։